Ես ընկղարկով աղջիկն եմ ու եկել եմ քեզ այսօր պատմեմ իմ պապիկի մասին, քանզի այսօր նրա ծննդյան օրն է։ Ճիշտ է, նա 33 տարի է ինչ մեզ հետ չէ, սակայն մենք նրան միշտ հիշում ենք։ Նա սերվել է Վարդանի տոհմից, Քոչարի ճյուղից։ Ցավոք, պապիկս մահացավ, երբ ես ընդամենը 2 տարեկան էի։ Ես նրա մասին մշտապես լսել ու շարունակում եմ լսել իմ տատիկից, մեր հարազատներից և իհարկե իմ կնքահորից, ով ի դեպ իր մտերիմ ընկերն է եղել։ Պատմում են, որ նրանք մեծ ընտանիք են ունեցել, 8 երեխա։ Պապիկիս անվանել են Փրկիչ Բալաբեկ, ասում են նա շատ է մարդկանց փրկել։ Նա անգամ բարձրացել է գեղարդ, առանց ինչ-որ մեկի օգնության։ Պապիկս շատերին է շատ խորհուրդներ տվել, օգնել է շատ շատերին, որպեսզի ուսում ստանան։ Նա շատ սիրել է զիլ ավտոմեքենա վարել և անգամ Արարատ թերթում նրա մասին գրել են, որ իր 36-ամյա գործունեության ընթացքում անցել է շուրջ 4 միլիոն կիլոմետր ճանապարհ։ Ասում են նաև սիրել է նվագել դուդուկ և զոռնա։ Ինչպես նա թողել է իր ճամպրուկը իր փասաթղթերով և նոթատետրերով, այդպես էլ այն մնացել է և իհարկե շարունակելու է մնալ։ Ասում են, մարդը կենդանի է դեռ այնքան, որքան շարունակում է նրա մասին խոսել։ Ծնունդդ շնորհավոր պապի ջան։ Մենք շատ կցանկանայինք, որ լսել քո այն խորհուրդները, որ դու տվել ես քո երեխաներին։ Մենք դրանց կարիքը շատ ունեինք։ Ցավոք կյանքի բերումով դու շուտ հեռացար։ Սակայն իմացիր, որ քո աճեցրած ծառերը մշտապես պտուղ են տալու։